երբ ՀՌՀ-ն ինչ-որ եզրակացություն է տալիս որևէ մեդիայի վերաբերյալ, օրենսդիրը ակնկալում է, որ այդ մեդիան ընդունի իգիտություն եւ անի այնպես, ինչպես ՀՌՀ-ն է ասում։ Երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է տալիս եզրակացություն եւ երկուսն էլ մարմիններ են, որոնց այս օրենսդիրն է ընտրել։ Օրենսդիրը ակնկալիք ունի, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիրքորոշումը ընդունվի իգիտություն եւ արվի այնպես, ինչպես ասում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Դուք ասեցիք, որ ընդունել եք իգիտություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիրքորոշումը, սակայն ունեք որոշ շարքի անհամաձայնություններ։ Ես կցանկանայի լսել, թե ինչի շուրջ են ձեր անհամաձայնությունները։ Ինձ թվում է դրա մասին խոսեցի կոռեկտություն, զսպվածություն բառի իմ մեկնաբանության յուրաքանչյուր հանձնաժողովում, նաև ազգային ժողովում կան մտավորական մարդիկ, որոնք կարող են նաև դիսցիպլիններից դուրս մտածել։ Հայ հեղափոխական դաշնակցությունը պետք է ավելի հանդուրժող լինի նման մարդկանց հանդեպ, իր իհարկե անհամաձայնությունները պահելով։ Ես հանձնաժողովի եզրակացությունը կարդացել եմ, նույն կարծիքին եմ, որ ես պատմական էքսկուրսներ եմ արել, ոչ թե քաղաքական եւ քաղաքագիտական, չնայած դրանք երբեմն ցույցվում են, բայց իմ պատասխանի մեջ գրել եմ, որ եզրակացությունը ընդունում եմ ի գիտություն, այսինքն ես էլ եմ այն կարծիքին, որ պետք է ավելի զգույշ լինել, ավելի զուսպ լինել, բայց գիտեք, մեր վիճակները երբեմն մեզ ուղղակի իրենց հետ տանում են, դրանք համարենք վիճակների արտահայտություն։ Ես կողմ եմ, որ զսպվածության, հանդուրժողականության մթնոլորտ լինի մեր երկրում բոլոր հասարակության բոլոր շերտերի միջև, ինչպես նաև կուսակցությունների։ Արձագանք, Տիկին Կարապետյան, Համեցի։ Շատ լավ, անչափ շնորհակալ եմ եւ ուզում եմ շեշտել, որ դուք Հայ հեղափոխական դաշնակցության նկատմամբ ավելի մեծահոգի եք, քան նրանք ձեր նկատմամբ եւ բոլորիս նկատմամբ։ Նրանք իրենց իրավունք են վերապահում ցանկացած պահի իրավիճակը գնահատել օրհասական, դնել սահմանադրությունը մի կողմ ու անել սահմանադրությունից դուրս գործողություններ կամ աջակցել այդպիսի գործողությունների։ Մենք բոլորս այդպես չպետք է վարվենք։ Մենք պետք է շարունակենք հարգել մեր պետության ինստիտուտները եւ միմյանց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես դա համարում եմ պաթոսի արդյունք, ես կարծում եմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Հայ հեղափոխական դաշնակցությունը երբեմն պաթետիկ բաների իրավիճակների մեջ է հայտնվել, հետագայում խոստովանել է իր մեղքերը, այսինչ կամ այնինչ նաև սփյուռքը հայ մտավորականների հանդեպ իր վերաբերմունքի մեջ, չթվարկենք դրանց անունները, բայց դրանք ես համարում եմ մեր ժողովրդի պատմության, այսպես ասած, բաց ներվի արդյունք։ Ես դաշնակցության մեջ ինձ հակառակորդ առավել եւս թշնամի մարդ չունեմ։ Ընդհակառակը շատերը իմ ընկերներն են եղել, հույս ունեմ էլի կմնան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։